Պետության հեղինակությունը գնահատվում է արդարադատությամբ, պետականամետ լինելու մասին տրակտատներ և հեքիաթներ պատմող իշխանությունը պիտի հիշի։ Պետությունն արժևորում է այնքան, որքան պաշտպանում է նույնիսկ իր ընդդիմախոսների իրավունքները, քաղաքական հետապնդումները բնորոշ են թույլ, անհանդուրժող, ոչ լեգիտիմ և անգործունակ իշխանությանը։ Մեր երկիրը տարածաշրջանի այն քչերից է, որն ունի քրիստոնեական, բարոյական, իրավական ավանդույթների շարունակականություն, հիմնված է համամարտկային քաղաքակրթական արժեքների վրա և պարտավորվել է պահպանել ժողովրդավարական ինստիտուտները։ Քաղբանտարկյալների առկայությունը խաթարում է հենց այս քաղաքակրթական մոդելը, որովհետև այն ամբողջությամբ հեղինակազրկում է ինքնիշխանության կեղծ դեգերումների մեջ գտնվող վարչախմբին, թույլ է տալիս հակառակորդներին մատնանշել Հայաստանի անհամապատասխանությունը իր հռչակած արժեքներին, խաթարում է արտաքին քաղաքական դիրքավորումը որպես ժողովրդավարական և արժեքային պետություն։ Հայաստանի քաղաքակրթական առաքելությունը չի կարող համատեղվել քաղաքական հետապնդումների եղկելի ավանդույթի հետ, համենայն դեպս ոչ գործող իշխանության օրոք։ Դա ոչ միայն հակաարդարադատություն է, այլ նաև հակաանկախություն, ինչը չպետք է թույլ տանք թե որպես հասարակություն, թե որպես պետություն։